Ողջույն, երկրի վիճակը հաղորդաշարը կրկին եթերում է, մեր հերթական հաղորդումն է եթերում եւ մեր հյուրը այսօր հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Անցած շաբաթները, կարող ենք ասել, շատ բուռն էին, թե միջազգային ասպարեզում, թե մեզ մոտ, եւ ամեն ինչ պտտվում էր մի հարցի շուրջ։ Զելենսկին այցելում է Վաշինգտոն եւ պետք է տեղի ունենա հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի հետ։ Եվ Օվալաձև աշխատասենյակում ամբողջ աշխարհը ականատես եղավ կատարվածին։ Մոտավորապես 1 ժամ տևած ասուլիսն ավարտվեց, այսպես ասենք, վիճահարույց դրվագներով եւ սկանդալով, ինչպես նշում են։ Ինչ կարծիքի եք, սա սկիզբն է, թե սա ամեն ինչի վերջն էր։ Առհասարակ հանրությունը քաղաքական իրադարձությունները տեսնում է ավելի ուշ, հրապարակային իրենց դրսևորումների ժամանակ, քան ընդունվում են որոշումները։ Այսինքն սա այդ եթե հստակ պատասխանել հարցին, վերջը չի, բայց մեջտեղն էր այս պատմության։ Եվ տեղեկությունները, որ Տրամփի վարչակազմը դեռ իշխանության չգալով արդեն ուներ բանակցություններ Մոսկվայի հետ, գոյություն ունեին, ամեն ինչը խոսում է նրա մասին, որ կա գործարք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև, այսինքն գործարքի հիմնական Ռուսաստան ԱՄՆ մասով պայմանավորվածությունները ձեռք են բերված եւ անհրաժեշտ էր նաեւ ԱՄՆ-ի համար ձեռք բերել Ուկրաինայի հետ ինչ որ պայմանավորվածություններ, որպեսզի այդ երակոմ, այսպես ասած, ձևաչափը ամբողջանա, ամբողջական դառնա, ըստ էության, այստեղ երկու գործարքների մասին է խոսքը գնում։ Մի գործարք ԱՄՆ Ռուսաստան եւ իմ համոզմունքն է եւ ոնց որ թե հիմքեր կան պես մտածել, որովհետեւ եւ Տրամփը եւ Պուտինը դրա մասին հրապարակային խոսացել են, մեղը ռուս-ամերիկյան առհասարակ եւ դա գլխավոր հարցն է ռուս-ամերիկյան քաղաքական օրակարգի միջուկային զենքի կրճատումն է։ Կարելի է հիմա ասել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարծես թե ունեն պայմանավորվածություն 50%-ով կրճատել գոյություն ունեցող միջուկային զենքի պաշարները իրենց մոտ։ Սա ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներ երկար տարիների ընթացքում։ 2007 թվականից Ռուսաստանը Մյունխենյան այդ Պուտինի ելույթը դրա մասին էր, հրաժարվեց շարունակել միջուկային զենքի կրճատման գործընթացը։ Դրա համար ուներ լրջագույն պատճառներ, որոնք որ հաստատվեցին Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Այդ լրջագույն պատճառները այն էին, կարճ ասած, որ Ռուսաստանի Դաշնության կոնվենցիոն բանակը, սովորական բանակը, ոչ միջուկային զենքով զինված բանակի հատվածը զգալիորեն զիջում էր ՆԱՏՕ-ին։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը 2007 թվականին ուներ դիսկուսիա այդ ներսում, որ միջուկային զենքի կրճատումը հետագա Ռուսաստանին կբերի մի այնպիսի վիճակի, որ ապահովել Ռուսաստանի անվտանգությունը եղած այդ ռեսուրսներով հնարավոր չի լինի։ Մի կողմից 2007 թվականից հետո Ռուսաստանի Դաշնությունը զարկ տվեց ռազմական ոլորտին, սկսեցին նոր նավեր կառուցել, սկսեցին ավելացնել ռազմական պատվերի քանակը, ծավալը, բայց այնուամենայնիվ այն տեմպերը, որը որ իրենք ունեին, բավարար չէին վերազինել բանակը ժամանակակից զենքերով։ 22 թվականին, երբ իրենք հարձակվեցին Ուկրաինայի վրա, իրենք դեռևս այդ վերազինելու բանակի գործընթացը չէին ավարտել եւ կարելի է ասել միջանկյալ ռեֆորմը իրենց գտնվում էր միջանկյալ վիճակում։ Հիմա, երբ որ պատերազմի 3-րդ տարին է, Ռուսաստանը գրեթե կորցրեց ամբողջ այն սպառազինությունը, որով սկսել էր պատերազմը, եւ իր կոնվենցիոն բանակը գտնվում է ավելի սպառազինության տեսակետից վատ վիճակում, որովհետեւ պահեսներից հանվող զենքը մոդեռնիզացիայի կարիք ունի,
այդ մոդեռնիզացիան անելու համար տեխնոլոգիական պայմաններ են պետք, որոնք չկան եւ այլն։ Բացի դրանից որոշակի օգտագործում ուներ այդ զենքը մինչև պահեստավորելը ռեսուրսի տեսակետից իր յուրաքանչյուր զենք ունի իր ռեսուրսը եւ դարել են 10%-անոց բալիստիկ Իսկանդերներ։ Հիմի իրենք սպառազինությունների մակարդակով դեբատներից մեկում ես ասացի Վարդան Խաչատրյանը նեղացավ ինձանից օպոնենտներ այդ հարցում ինձ իմ գնահատականով Ռուսաստանի սպառազինությունների սովորական սպառազինությունների մակարդակը հրետանու, տանկերի, զրահամեքենաների նվազել է մինչև այն մակարդակի, որը ուներ Իրաքը 91 թվականին, մինչև ԱՄՆ-ի հետ բախումը։ Այսինքն լրջագույն ռեգրես ունեցավ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։ Եվ այդ պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը ստիպված գնաց միջուկային զենքի կրճատման իր համար ոչ այդքան էլ բարենպաստ պայմաններով։ ԱՄՆ-ի համար դա լուրջ ձեռքբերում է եւ այստեղ հակասություն առաջացավ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ եւ Եվրոպայի միջեւ, որովհետեւ ստացվեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ այդ գործարքին հասնելու համար պատրաստ է զոհաբերել Ուկրաինայի շահերը եւ Եվրոպայի շահերը։ Եվ դա բերեց կոնֆլիկտի իհարկե, որը որ մենք տեսնում ենք ոնց է այդ կոնֆլիկտը օրի, այսպես ասած, մատուցում, դա տեղեր ունեցել ըստ էության ավելի շուտ, նույնիսկ մինչև Տրամպի իշխանության գալը ուրվագծվում էր այդ կոնֆլիկտը, բայց հիմա այն արդեն մտնում է հրապարակային փուլ, ամեն օր ինչ որ մի լուր մենք ստանում ենք, ինչից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ գործարքը ապահովելու համար ԱՄՆ-ն համաձայնվեց ամերիկյան զորքերը Եվրոպայից դուրս բերել։ Այսինքն իրենք եկան կոմպրոմիսի, որ կրճատում են միջուկային զենքը եւ ամերիկյան զորքերը եվրոպական մայրցամաքից դուրս են գալիս։ Դա իհարկե ստեղծեց նոր իրավիճակ Եվրոպայի համար, երեք եվրոպացիները հաստատեցին ռազմական բյուջե, նոր ռազմական բյուջե 800 միլիարդ եվրո, որը հավասար է ըստ էության ԱՄՆ-ի պետական բյուջեի ծախսերին ռազմական ոլորտում եւ լսում ենք բազմաթիվ կարծիքներ, ելույթներ, դուսկը նկարագրեց իրավիճակը, ասեց ծիծաղալի է, որ 500 միլիոն եվրոպացի դիմում են օգնության 350 միլիոն ամերիկացիների, որպեսզի պաշտպանվեն 140 միլիոն ռուսներից։ Միտքը բանաձևը դրա հիմքում դրված այն է, որ Եվրոպան ունի բավարար ռեսուրսներ, ինքը ինքնուրույն իր անվտանգությունը ապահովել։ Նամանավանդ հիմա հեշտ է այդպիսի բաներ խոսել, երբ որ Ռուսաստանի վտանգը, այսպես ասած, հասել է նվազագույնի։ Եվ միջուկային զենքի տեսակետից 50% կրճատումը միջուկային զենքի հավասարացնելու է Ռուսաստանը Ֆրանսիային, Բրիտանիային, արդեն այդ երկրներին եւ միաժամանակ կոնվենցիոն բանակի կորուստը, որ տեղի ունեցավ այս 3 տարվա ընթացքում, գրեթե անպաշտպան է դարձնում Ռուսաստանին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի եւ եվրոպական այդ նոր ստեղծվող կոալիցիայի 20 պետություն բրիտանական համագործակցության պետությունները եւ եվրոպական միության մի մաս պետությունները հիմա ստեղծում են կոալիցիա, որը որ իր ներուժով բնականաբար անգամներ ավել է լինելու, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա նայեք, մինչ Զելենսկի, Թրամփ Ներողություն, եւ Զելենսկի վարկը ինչից էին դժգոհ ամերիկացիները, որ իրենք այս ամենի մեջ այսպիսի բաղադրիչ էին առաջարկել, որ քանի որ խոսք գնում է նաև ռուսական զորքերի դուրսբերման մասին Ուկրաինայի տարածքից 22 թվականի սահմաններին հետ վերադարձի։ Իրենք, այսպես ասած, փափուկ բարձ բոլորի համար ստեղծելու համար առաջարկեցին, որ այս պայդրությամբ Ռուսաստանի կողմից գրաված տարածքներում ըստ էության արկա ընդերքը անցնի ԱՄՆ-ի սեփականության։ Այսպես կոչված էր այդ կզիմենի միտալի, հա, այդ գործարքի տրամաբանությունը
դա էր եւ այստեղ եվրոպացիները դեմ դուրս եկան եւ ասեցին որ Մեր քթի տակից ուր է ստան։ Չէ, ասեցին հարգարժան ամերիկացիներ։ Եթե դուք Ռուսաստանի հետ կնքում եք գործարք, որը շահավետ է ձեզ համար, որովհետեւ հասկանալի չէ, միջուկային զենքի կրճատումը նվազեցնում է պետական ծախսերը անգամներ։ 200-300 միլիարդ տարեկան ԱՄՆ-ն ծախսում է այդ սպասարկման ռազմավարական միջուկային զենքի ուժերի սպասարկելու վրա։ Եվ օքեյ, եթե դուք չեք ապահովում Ուկրաինային իր ուզածը, բայց ընդեր կխեք ուզում։ Որտեվ Թրամփը գործարք է անում։ Չէ, ոչ մի ամերիկացիները բանակցություն չկա։ Թրամփի մոտ առայժմ գործարք է մենակ։ Ամերիկացիները հիմնավորում էին, բա ոնց անենք, որ այդ Ռուսաստանը, այսպես ասած, քիչ թե շատ քիչ իմիջային կորուստներով այդքան մարդ զոհվեց այս գրավյալ տարածքները, հա, face saving են։ Face saving անենք Ռուսաստանին, որ ինքը համաձայնվի համագործակցելու այդ միջուկային զենքի կրճատման եւ այլն, որ ինչ որ մի բան Ռուսաստանին պետք է տալ։ Եվ այստեղ եվրոպացիները այդ երկու հարցում շատ կտրուկ դեմ դուրս եկան։ Ինչ որ իսկապես ինտրիգային շատ դրություններ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահն այցելեցին ԱՄՆ, նախապատրաստեցին Զելենսկու, այսպես ասած, մուտքը ավալնի, հա, կաբինետ։ Ամերիկացիները սպասում էին, որ Զելենսկին կստորագրի այդ պայմանագիրը, որը իրենք առաջարկում էին։ Դեմ կտացնեն։ Արդեն այդ պայմանագիրը այն չէր, ինչը որ ամերիկացիները ուզում էին, բայց իրենք ստիպված դրանել էին համաձայն։ Զելենսկին եկավ եւ ասաց, որ պայմանագիրը մինչեւ ստորագրելը պետք է բարբերություն ավելացնել անվտանգության երաշխիքներին։ Եվ այդտեղ իհարկե տրական եւ Տրամփը եւ փոխվարչապետ Վեյցը, որովհետեւ փոխնախագահ ներողություն դիվանագիտական առումով դա աննախադեպ է, երբ որ պետք է լինի ստորագրում եւ կողմը գալիս է ոչ թե հրաժարվում, այլ լրացուցիչ պահանջ է առաջարկում։ Բայց սկզբունքորեն Ուկրաինայի շահերից դա ճիշտ եւ ասենք իրական պահանջ է, էլի։ Տրամաբանորեն, հա, բայց այնքան հարցեր կան այդ մետաղների շուրջ, դրանց քանակը, Հետո Պուտինն առաջարկեց, ըստ Ուկրաինայից ինչ գործնեք, իմ մոտ էլ այդ մետաղները։ Դե լավ որից չառաջարկեց, բայց միտքը ըստեղ։ Չէ, բայց առաջարկ եղավ, չէ՞, ասեց։ Արդյունքում ամերիկացիները այդ նույն մետաղները իմ մոտ կա, եկեք իմ մոտ արդյունահանեք, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել այդ մետաղները ամենտեղ կան։ Մետաղների արքայությունը չի կարևոր։ Մետաղների արտադրությունը էկոլոգիապես շատ վնասարար եւ շատ ոչ շահավետ գործունեություն է։ Դրա համար միայն Չինաստանն է դրանով զբաղվում։ Չինաստանը այսօր մատակարարում է այդ մետաղների միջազգային շուկան ոչ թե ինքը նրա համար որ այսպես մոլորակի վրա մենակ Չինաստանում է դա, այլ միայն Չինաստանում կարող են լինել այդպիսի նվազ էկոլոգիական ստանդարտներ, որ մի ամբողջ ռեգիոն գտնվում է էկոլոգիական ճգնաժամում, այնտեղ մարդիկ էժան աշխատուժ հանուն կոմունիստական կուսակցության, հա, այդ չմոռանանք կոմունիստական պետությունը, չէ, բանը հանուն հայրենիքի զոհաբերելով իրենց առողջությունը Սի Ցզինպինի ստանում են այդ մետաղները եւ թունավորում են ամբողջ այդ միջավայրը, որտեղ դա անում են։ Այսինքն այդ մետաղները այդպես ինչ որ մի նյութ չի, որ ասես ինքը շատ շահավետ է, դա մեծ խնդիր է եւ տեխնոլոգիապես հələ այդ մետաղների վերամշակման հարցը ինչպես անել, որ դրանից ձեռք բերվող օգուտը հավասարակշռի պատճառվող վնասը դեռ որոշված չի։ Դրա համար դա հանկարծունաբերում են երրորդ կարգի պետություններում։ Եվ այստեղ մի քանի level կար այդ գաղափարի մեջ, որ այդ Ռուսաստանի գրավյալ տարածքներից դա արդյունահանել, այսինքն դա դարձնել էկոլոգիապես վթարի գոտի, Չեռնոբիլի պես մի բան,
եւ այլն եւ այլն եվրոպացիները դրան դեմ դուրս եկան եւ գաղափարական իմաստով որ եթե դա արվելու է ճիշտ է որ դա անեն եվրոպական ներդրումներով եւ եվրոպական ստանդարտներով եթե դա մեր տարածքում է արվելու ավելի լավ է մենք անենք իսկ դա Եվրոպայի տեսակետից Եվրոմիության անդամ է այո Եվրոպայի տարածք է դա Եվրոպայում է տարածք է եւ ուստի իրենք արդեն մոտենում են դրան այդպես որ իրենք համաձայն չեն տիրոջ իրավունքով են նման մոտեցմանը Ուկրաինայի ընդերքին եւ այսպես նման պայմանով ոչ էլ իրենք այսպես ասած հետաքրքրված են նրանով թե Պուտինը ֆեյս փրկելու իր այդ դեմքը ինչ կլինի եւ այլն այստեղ չէ Պուտինի դեմքը փրկելու գործընթացը ինչ որ ամերիկան նախաձեռնել է Ամերիկայի ներկա վարչակազմը նախաձեռնել է դա եվրոպական առաջնորդների լիդերների շահերից չի որովհետև Պուտինի դեմքը փրկվեց իրանց դեմքը շահերից է որովհետև միջուկային զենքի կրճատումը մեր բոլորի շահերից չէ Պուտինի դեմքը փրկելու խնդիրն եմ ասում կրճատման մասին հասկանալի է որ անհնար է հասնել միջուկային զենքի կրճատմանը առանց Պուտինի դեմքը փրկելու այս պայմաններով, այս տարբերակով, ինչպես որ ուզում են հանրապետականները։ Դեմոկրատները ուզում էին Ռուսաստանը բերել ռազմավարական պարտության, ինչպես էր ասում Բայդենը։ Եվ այսինքն դեմքը փրկելու խնդիր չէր լինի։ Դա Ռուսաստանի փլուզումը պիտի լիներ, կապիտուլյացիան, որի արդյունքում զենքից են հրաժարվում ՄԱԿ-ում իրենց մշտական անդամ լինելուց են հրաժարվում անվտանգության խորհրդում եւ այլն եւ այլն այսինքն բոլոր բացասական հետևանքները իրենց արած ագրեսիայի համար հանրապետականները այդ ամեն ինչը որ հանրապետականները եկեք ասենք Թրամփը որտեվ հանրապետականների մեջ հիմա շատ մեծ բողոք է թող իրենք ցույց տան թող իրենք հա տենց բան Թրամփը իրենց ցանկալի լիդերն էր, հանրապետականները ԱՄՆ-ի հասարակության այն հատվածն են, որը որ առհասարակ կոնսերվատիվ, հա, եւ ոչ առաջադիմական մոտեցում ունեն ցանկացած հարցում։ Մեզի լավ լինի աշխարհը ջանդամ, այսպես ասած, բանաձևով, էգոիստական կոնսերվատիզմը էգոիզմի, այսպես ասած, բանաձևի հիմքում բան ունի էլի եւ դա շատ տրամաբանական է իրենց համար որ հա հարկավոր է հիմա այդ իրենց տեսակետից նշանակություն չունեցող բաները այսպես ասած մատուցել Ռուսաստանին ՄԱԿ-ում անվտանգության խորհրդում բանաձև ընդունեցին իրենք որպես միջնորդ են հանդես գալիս դրա համար ոչ մի կողմին չպիտի օգնեն, հա, միջնորդը պիտի չեզոք չէ, մնա դադարեցրեցին Ուկրաինային օգնությունը, հետախուզական տեղեկությունների տրամադրումը, փոխարենը Ֆրանսիան է առաջարկել հետախուզական տեղեկությունների։ Դե ոչ թե առաջարկել, արդեն մի ամիս իրականացնում է։ Հիմա մուսիդի տեսակետից կա ռուսերեն արտահայտություն խրեն ռեցկի մի սլաշի, այսինքն այդ առումով տենց շատ բան չի փոխվել, թղթաբանությունն է շատացել, այդ մի անեկդոտի իմաստով Ռուսաստանի տեսակետից, էլի, բայց դե հիմա այդ քաղաքական վիճակը Ռուսաստանի համար այնպեսին է, որ իրենք պիտի ձև բռնեն, ոնց որ թե դա մեծ աջողություն է, բան եւ այլն տեսակ ԱՄՆ-ն նահանջում է, երբ որ կհայտարարվի, որ ԱՄՆ-ն առհասարակ զորքերը Եվրոպայից հանում է, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի էջը դրանով ամբողջությամբ թերթվելու 20-րդ դարը փակվում է դրանով, այո, փակվում է ամբողջությամբ Եվրոպացիները նվում են, որ բան մենք պիտի այդ զենք առնենք, դրա վրա փող ծախսենք եւ այլն, այդտեղ երկիմաստ բան կա, որ իսկումից պիտի պաշտպանվեք, ով է ձեզ համար վտանգ։ Ռուսաստանը միջուկային զենքի կրճատումից հետո եւ այս պատերազմի արդյունքում վտանգ նույնիսկ Ուկրաինայի համար չի կարող լինել։ Ու կյանքը ցույց տվեց, որ իրենք Ուկրաինան չկարողացան ատոմային զենքով էլ Ուկրաինային համար վտանգ չեղան։ Իսկ Չինաստանը չափազանց հեռու է։
Եվրոպայից, որպեսզի իրենք զինվեն եւ պատրաստվեն Չինաստանից ինչ որ տեսական կոմունիստական ագրեսիայից, հա, որ կոմունիստները Չինաստանի ենթադրեն կնստեն տանկերը ժողովրդական Կորեան էլ, Կորեայի ժողովրդական հանրապետությունն էլ, այսպես կոչված։ Եվրոպացիներից տեղելի շահում հեռու է, բայց 10-12 հազարանոց զորք այսօր Եվրոպայում է, հենց Ուկրաինայում կռվում է ուկրաինացիների դեմ, դա արդեն փաստ է, այնպես որ այդ հեռավորությունը ոչ մի բանի խոչընդոտ չէ։ Այդ փաստը ցույց տվեց, որ կորեական հյուսիսային Կորեայի բանակը, եթե ռուսական բանակը, հա, մեծ կոնֆուզ ապրեց այս պատերազմի արդյունքում, հյուսիսային Կորեան ապացուցեց, որ հյուսիսային Կորեայի վրա ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում իրենք տապալվելու են շատ արագ։ ՆԱՏՕ-ի չէ, 1-2 ՆԱՏՕ-ի երկրի։ Դու հիմա եվրոպացիները այդտեղ ինչ sense դիրք են գրավում։ Իրենք ասում են, դե լավ, եթե ամերիկացիները, չէ, հիմա այդ Չինաստանի անունը, որ շոշափվում է, ինչի նկատի ունեն։ ՆԱՏՕ-ի կոնֆիգուրացիան փոխվում է։ Եվրոպացիները մեծ հաշվով թքած ունեն Չինաստանի եւ այդ տարածաշրջանի վրա։ ԱՄՆ-ի գլխացավանքն է Ճապոնիան հնարավոր ագրեսիաներից պաշտպանել եւ այլն, եւ այդտեղ ծնվում է այդ բանաձևը, որ ԱՄՆ-ն սրանից հետո զբաղվելու է Չինաստանին ռազմական բալանս պահելու, հա, հակադրվելու համար, իսկ եվրոպացիները ռազմական բալանս պահելու են թուլացած եւ շատ այսպես մշուշոտ ապագա ունեցող Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետեւ երբ որ սարը պատերազմում հաղթանակ տարած ԱՄՆ-ն իդեմս հանրապետականների, հա, Ռեյկյավիկում ստորագրեցին Խորհրդային Միության հետ միջուկային զենքի կրճատման պայմանագրերը եւ այդ միջին հեռավորության հրթիռների արգելման պայմանագրերը Ռուսաստանի, ասում եմ Ռուսաստանի Խորհրդային Միությունը դրանից 6 տարի հետո փլուզվեց։ Կապ կա որոշակի միջուկային էին, չէ, հանրապետականները։ Այն ժամանակ Ռոնալդ Ռեյգանն էր, հիմա Դոնալդ Ռեդեմիտարն է փոխվել, Դոնալդ Տրամպն է, հա, բայց Ռուսաստանի Դաշնության վիճակը անհամեմատելի է, էլի Ռոնալդն ու Դոնալդը։ Եվ Ռոնալդը Դոնալդի հետ անհամեմատելի են, թեպետ եւ երկուսը դերասանական այսպես դրսևորումներ շատ քաղաքականության մեջ բերեցին, բայց եւ անհամեմատելի է Խորհրդային Միությունը լուրջ պետություն էր, հզոր նույնիսկ այն վիճակով, որ ինք 85 թվականին այդ Սիրիայում պարտությունից հետո Լիբանանում պարտությունից 83 թվականին Իսրայելի ձեռքերով ԱՄՆ-ն Խորհրդային Միությանը մատուցեց պարտություն Լիբանանում Սիրիայի բանակը զինված սովետական զենքով ջախջախվեց եւ այլն եւ այլն։ Հիմա էլ Սիրիայի Լիբանանի պատմությունը Ուկրաինայի դերում էր եւ Սիրիայի ժամանակ, իսկ ստեղ հիմա Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի ցածր վիճակում է ռազմական առումով գտնվում եւ ամերիկացիները այդպես նախալն նագլը իրենք համոզված են որ всё Պուտինը իրենց գրպանում է Պուտինի անունից խոսում են Պուտինը փորձում է հա ինչ որ լրացնել Տրամպի խոսքերը ելույթները Լավրովը փորձում է ինչ որ բաներ խոսալ իրենք արդեն ոչ ոք չի լսում սա լսում են Տրամպին Ռուսաստանի Դաշնության ղեկավարության անունից խոսում է Տրամպը Դեմոկրատները իհարկե հեգնում են Տրամպին ու ասում են որ դու դարար դիկտատորի այսպես ասած Ամերիկայի քարտեզն էլ դեմոկրատների միջայլոց տպել են վրեն գրած West Russia մեծ տրոլինգի այսպես ասած ալիք է գնում հանրությունը ԱՄՆ-ի հիասթափվում է հանրապետականների եւ իրենց լիդերի մեջ Արցունները դա են ցույց տալիս, այսինքն դեմոկրատները այնտեղ առիթավորվում են այդ իմաստով, որ Թրամփը հիմա այն տասկած կաշտանը իզագնյա, հա, կոչվում է, կրակից հանում է իրա ձեռքերով, իսկ դեմոկրատները ուզում էին ուրիշի ձեռքերով անել։ Չէ, իրենք բերեցին նրան, որ Տրամփն է հիմա։ Դեմոկրատները ուրիշի ձեռքերով են անում, ուրիշի ձեռքերով, հա, Տրամփի ձեռքերով են անում ու հələ մի բան էլ փնովում են, ասում են, որ Այսինչ հիմար մարդիկա Մարթա Տրամպը այսինչ անում, բան կողքից էլ որ մասկին են փնովում, ընդհանրապես դառնում է զվարճալի շատ այսպես պատկեր։
Հիմա այդ զվարճալի պատկերին ենք մոտենում, Թրամփը դիկտատոր անվանեց Զելենսկուն, մինչև հանդիպումը։ Ու ինքը նկատի ուներ ուզուրպատոր, պարզապես քանի որ ինքը իրոք ապուշ է, ուզուրպատոր եւ դիկտատոր տարբեր բաներ են։ Ինքը ուզում էր ասել, որ Զելենսկին ուզուրպատոր է։ Լավ, ես ասում եմ այն ինչ օրինական չի իր պաշտոնավարումը։ Ես Թրամփի գլխի մեջ չեմ, ուղեղի մեջ, որ հասկանամ ինքը ինչ էր ուզում ասել։ Այդ ինքան հաճախ է լինում ԱՄՆ-ի ներկայացուցիչների մոտ, երկրների անուններն են բանանում, նախագահների մոտ։ Եվ հա, այդ հազիվ քայլող նախագահները, ընդ որում Տրամփին, արարդ ոնց են նայում ԱՄՆ-ում, Ադնարազովի նախագահ, որին որ օգտագործվի շարունակություն չունի քաղաքական։ Բոլոր ոչ պոպուլար հարցերը, օրինակ, ԱՄՆ-ն 33 տրիլիոն պարտ հավաքեց այս տարիների ընթացքում, հասկացան, որ վсё, վերջ, պետքա կրճատել։ Աշխատողներին կրճատել, դրամաշնորհները կրճատել, էս անել, այն անել։ Այդ աշխատանքը ով էլ անի, դառնալու է չար մարդ, իրենից բոլորը լինելու են դժգոհ, որտեվ ոչ պոպուլար, հա, մարդկանց վնաս պիտի պատճառես ի հանուն նրան, որ պետության ֆինանսները փրկես։ Այն ինչ որ ուղիղ հանրապետականները ասում են ու հիմա անում են, ըստ էության դա այն, կրավապուսկание պետական օրգանիզմի համար անհրաժեշտ ինչ որ մի հատ, բայց շատ ցավալի գործողությունն է, որը որ թողել են այս մարդկանց վրա, ըստ էության դրել են իրենց ուսերի, Թրամփի, որոնք որ Մասկը քաղաքական շարունակություն չունի, Վենսը այսպես զրոյից աճած տղա է, որը որ վաղը ռասխոտ տան ոչ մեկ չի ափսոսա, Թրամփն էլ ուներ ընտրություն կամ բանտ նստել կամ գնալ այդ սախ վերցնել իր ուսերին, ինչպես Լեոն Տեր-Պետրոսյանն էր ասում, ինչ բաներ, ախորներ, այդ Ավգիևը կանյուշնի այրեն ոնց էր։ Ավգյան ախորներ։ Ավգյան ախորները մաքրելու այդ տարիների ընթացքում կուտակված պարտքերի, բաների, ոչ շահավետ կոնտրակտների, որը որ ԱՄՆ-ն ցաղ աշխարհի հետ ուներ եւ այլն էս ընթացքում կնքված այդ ամեն ինչը հիմա դրված է մեր քաղաքական բայց եւ Տրամփը այն հասարակ տղան չի էլի, որ այդ ամեն ինչը ձրի է անում, ինքը կողքից իր այսպես փայը ամեն ինչում տանում է։ Կարծիք կա։ Դե Տրամփի նախագահ դառնալուց հետո Ամերիկայի ցանկացած գործողություն խոսվում է միայն գործարքների մասին։ Դա արդեն իսկ մի բանի մասին խոսում է։ Դա լավ է, թեկուզ լավ է, թեկուզ վատ է, չգիտեմ, բայց նայեք, դա կոնկրետ է եւ մարդկանց համար սկզբից դիկտատոր անվանեց, հետո մոռացավ, որ տես բան ասել։ Չմոռացավ, չէր հավատում, որ ինքը տես բան ասել է, ինչ որ նմանություն եղավ ում Նիկոլ Փաշինյանի հետ, որ մոռացել էր, թե ինքը այդպիսի բան ասել է, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը Տրամփի փուչուր տեսակն է, բայց համեմատելի չեն խնդիրները, որոնք որ լուծում է Տրամփը պետության համար, եւ ինչ խնդիրներ է լուծում Փաշինյանը մեր պետության համար։ Թուրքերի հետ հաշտվելու այդ ծրագիրը հորինած խնդիր է, որ հետևանքը այդ վատ գործարքների, հա, եթե գործարքներ բառը օգտագործենք, Նիկոլ Փաշինյանին, անհամեմատելի է։ Նիկոլ Փաշինյանին քաղաքական դաշտում գրեթե շատ-շատերը, չասեմ գրեթե բոլորը, շատ-շատերը քննադատում են եւ սուր քննադատության են ենթարկում, հա, որ ինչ ուզում են, ինչ պահանջում են, տալիս է եւ անունը դնում է խաղաղության գործընթաց։ Ну, իհարկե ամենախնդալուն է խաչմերուկներ։ Հա, դա խաչմերուկ է, թե կարգավորվող, թե չկարգավորվող խաչմերուկ է, թե ինչ է, դա թողնենք։ Հիմա նույն քննադատողները Փաշինյանի նույն քննադատողները քննադատում են Զելենսկուն, որ չի ուզում խաղաղություն եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, կործանեց Ուկրաինան, նա ղեկավար չի։ Հիմա ըստ իս այդ նույն մարդը, որ քննադատում է եւ հակասություն կա Փաշինյանին եւ Զելենսկուն, կամ Փաշինյանին քննադատելն է կեղծ, կամ Զելենսկուն քննադատելն է կեղծ։ Այդ դեբատները, որ ես հիշատակեցի, որին մասնակցում էի Factor.am-ում, Վարդան Խաչատրյանի հետ, մյուս գործիչների հետ, հենց բացահայտեց այդ հակասությունը։ Որ այն ինչը որ Զելենսկուն քննադատում են ասում են, ինչի չես հանձնվում, հա,
Այստեղ մեղադրում են Ինչի ես Փաշինյանին, ինչի ես հանձնվում։ հանձնվում, հա։ Ու երբ որ ես այդ խոսակցության մեջ բերեցի մեջտեղ խոսակցության, որ Ժորժ ջան, այստեղ մի հատ բան գառնենք, մի հատ հասկանանք ինչի մասին ենք խոսում, էլի։ Մեղադրում ենք կամ գնահատում ենք Ուկրաինայի Ինչի՞ չես տալիս քո տարածքները, սուսուփուս։ Պուտինն ուզում է էս ուղիղ այդ հարցը տվեցի, հիմա դուք համաձայն եք Սյունիքը տալ, որպեսզի պատերազմ չլինի եւ այդտեղ ինձ ասեցին, որ չհամեմատես։ Ինչի։ Ну, բա ինչ ասեին։ Պիտի ասեին։ Չէ, հիմա ինձ հետաքրքիր է, էլի, եթե քննադատում ենք Փաշինյանի կեցվածքը ու աշխատելավոճը, չգիտեմ, փաստա, պրոպագանդան ունի հակասություններ։ Ստեղ ռուսական պրոպագանդայի դեպքում կա ոնց որ ասած իրար երկակի ստանդարտ։ Իրենց համար դա միևնույն։ Միտեղ տալնա Ճիշտ, միտեղ չտալնա։ Միտեղ, չէ, էլի տալը ճիշտ է, բայց տալու համար քննադատելը անհրաժեշտություն է, էլի, այդտեղ նրբություն։ Այդ արդեն նայած ինչ ես տալիս։ Այդ էլ մյուս դեբատի մեր, ըստ նու դեբատը չէր քննարկման Համայակ Հովհաննիսյանի հետ բաններ։ Նիկոլ Փաշինյանը ըստիս միակ գործիչն է Հայաստանի ղեկավար, որը այս ամբողջ տարիների ընթացքում գիտակից որոշում ընդունեց եւ համաձայնվեց կատարել Ռուսաստանի ցանկությունը Արցախի հարցում։ Արցախի խաղաղ կարգավորման գործընթացը երկու ուղղություն ուներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղղությունը եւ Ռուսաստան Հայաստան Ադրբեջան երակոմ ձևաչափը։ Իրար, այսպես ասած, զուգահեռ եւ ալտերնատիվ մոտեցումներ էին։ Այն ինչը որ շարադրված է նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարության մեջ, դա Ռուսաստանի ցանկությունն է սկսած 1994 թվականից։ Ռուսաստանի տեսլականը կոնֆլիկտի կարգավորման դա է եղել 1994 թվականի մայիսի 12-ից սկսած, երբ որ եւ մինչեւ այդ, երբ որ կնքեցին հրադադարի պայմանագիր։ 94 թվականի հրադադարի պայմանագրում շեշտված է, որ ռուսական զորքերը պետք է մտնեն եւ տեղակայվեն Արցախում։ Դա փաստ է։ Հիմա մտել եւ տեղակայվել են։ Իրենք մտել են եւ տեղակայվել են 20 թվականի նոյեմբերի 9-ին։ Չէ, հիմա բայց 94 թվական նկատեմ հիմա տեղակայված։ Չէ, բայց մենք հիմա այդ հարցին կվերադառնամ։ Ինչ եմ ես ուզում ընդգծել։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չգնացին Ռուսաստանի ցանկությունը իրականացնելու ճանապարհով։ Պատճառներ ունեին տարբեր եւ այլ։ Նիկոլ Փաշինյանը միակն է այս պատմության մեջ, նորագույն պատմության Հայաստանի, ով որ վերցրեց դա ռուսական առաջարկը եւ սկսեց իրականացնել։ Ինչպես մտամետ լիդերը վերցրեց ռուսական Դե հիմա մենք պրոպագանդայի եւ բանի Չէ, ես ուզում եմ Փաստ է որ ներկայացվում է որպես արևմտամետ լիդեր։ Ո՞վ է ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը իրեն գրեթե բոլորը, բայց Փաշինյանից, չէ, իրեն այդպես չի ներկայացնում։ Ես չգիտեմ ինքը իրեն ոնց է ներկայացնում։ Հրապարակային որտեղ ենք ասել, ես կիսում եմ եվրոպական բան կամ կողմ եմ, որ Հայաստանը Եվրոմիության։ Չէ, բայց նայեք, ես նորից եմ ասում, իրեն բոլորը համարյա բոլորը, ով չի ալարում, հավաքական հարթությունում իրեն քննադատում են որպես արևմտամետ, որպես մեր հարաբերությունները ռուսների հետ փչացրած, վերցնում են այդ դրոշակը, դուրս են գալի փողոց են դուրս գալիս, գնում են պատը պաչում են ու գնում են տուն։ Չգիտեմ ինչ եմ պատմում։ Որովհետև այն կետ Չգիտեմ, նորից եմ ասում ինչ եմ պատմում, բայց այն կետում որտեղ որ պիտի Ռուսաստանը ձեռը խփի սեղանին եւ ասի Փաշինյանին փախար ստեղից, բարձվում է որ չի ասում։ Չէ, ես այդքան ասում եմ։ Հենա համախոհները, հենա սիրողները, հենա քննադատողները, հենա դրոշակները, հենա զանգվածները։ Հիմա դուք ասում եք, ինքը վերցրեց Ռուսաստանի առաջարկները եւ լծվեց իրագործման։ Այո։ Բայց ես լսում եմ քաղաքական դաշտում, որ մարդուն քննադատում են Ռուսաստանի հետ, Ռուսաստանին հաշվի չառնելու մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, Ռուսաստանին
դավաճանելու մեջ, որ մեջ, Հայաստանն է դավաճանել այո։ Ռուսաստանին, Հավաքում են մեծ զանգվածներ, չէ՞, միտինգներ են մեծանում է դրոշակներով։ հա, թեկուզ։ Հա, վերջինը սրբազան պայքարներ, էլի այդ ենթատեքստով եւ այլն։ Հավաքում են, անում Հիմա են, դուք էլ ասում եք, բերում են գրեթե արդեն դուք էլ ասում եք, բերում են որ- Արարատեն վիճակին, որ իշխանությունը ճոճվում է, մնում է մի հատ sense ենթադրենք Մոսկվայից կտցնեն, ընկնի ընդից արդեն բանանել ու չի ստացվում։ Բայց դուք ասում եք, որ ինքը Ռուսաստանի մարդն է։ Ես էլ այդպիսի բնավորություն ունեմ, ես չեմ հավատում։ Բոլորին դեմ եք։ Կրիտիկական մտածելակերպ է դա կոչվում։ Ես նայում եմ արարքներին եւ ասում եմ նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունում արտահայտված միտքը դրությունը Այո։ համեմատում եմ 94 թվականի Ռուսաստանի դիրքորոշման հետ, որ արտահայտված է հրադադարի համաձայնագրում։ Ահա։ Եվ այդ երկուսը իրար կողք դնելով ասում եմ, սա եղել է Ռուսաստանի Դաշնության քաղաքականության ցանկալի մոտեցումը Արցախին։ Հայաստանը հեռացել է այդ երակողմ համաձայնագրից։ Ոչ մի տեղից չի հեռացել։ Մյուս բանը, Հայաստանը չի ընդունում մյուս ֆենոմենը։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը մասամբ կարելի է ասել, բայց կարելի է ասել, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը ինչ վերաբերմունք ունեն նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունում շարադրված այդ գաղափարներին։ Դեմ են։ Ամենայն դեպս չեն արտահայտվել, ավելի շատ Դեմ կողմ չեն, են։ չէ՞։ Լրությունը համաձայնության նշան Չէ, է։ բացի դրանից առիթներով տարբեր ասում են, որ պետք է երակոմ հա, վերադառնալ, եսի ինչ բան։ Այսինքն կողմ են։ Իրենք բոլորը այդ երակոմ հայտարարության Երակողմն էլ չի կատարում, այսօր Բաքվի դատարանում այդ ֆարսը, որ գնում է, այդ երակողմն էլ չի կատարվում։ այդ երակողմի տրամաբանական շարունակությունն է իրականում։ Այսինքն դրությունը եղել է հետևյալը, ես այսպես եմ ամփոփում։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը կարար նոյեմբերի 9-ի բովանդակությամբ համաձայնագիր ստորագրել, եւ Սերժ Սարգսյանը կարար դա աներ, եւ Ռոբերտ Բա ինչի Փաշինյանն արեց։ Արեց Փաշինյանը։ Միակ մարդը, որ արեց, Փաշինյանն է։ Այսինքն այս բոլոր 3 նախորդ ղեկավարները իրենք ինչ որ կարմիր գիծ ունեին, որը որ Փաշինյանը չուներ։ Փաշինյանը այս 3-ից ամենառուսամետն է։ Իրենից այնյան ավելի ռուսամետ չկա։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության տեսակետից ինքը այդ Կարող է Ռուսաստանի կառավարությունում էլ ավելի ռուսամետ չկա, քան ինքն է։ Ռուսաստանի կառավարությունում տարբեր ֆինտեր կարելի է բացահայտել, բայց կոնկրետ Հայաստանի Հանրապետության ղեկավարներից ինքը միակն է, որ իրենց հետ համագործակցեց ըստ էության սեփական ժողովրդի դեմ, որովհետև առաջի քայլը իր 19 թվականին եղավ, մերժեց Մինսկի խմբի համանախագահներին, պաշտոնապես մերժեց։ Մինսկի խումբը անգործունակ եւ համարում է, որ արժի որ ծրվի այդ։ Բայց ինքը առաջի քայլը, որ ինքը արեց 19 թվականին, երբ որ արդեն կոալիցիոն կառավարություն չէր համազգային, այլ 19 թվականին, 18 թվականի դեկտեմբերի ընտրություններից, այսպես ասած, ամբողջ պատասխանատվությունը ԿՊ-ի ուսերին էր։ Իր առաջի քայլը մերժեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկը 1։ Չէ՞։ Դրանով ստեղծեց իրավիճակ, պարզ է ռուսական զորքերը նոյեմբերի 9-ը կարար ԱՄՆ-ն Ֆրանսիան համաձայնություն տար։ Չէր կարա։ Նոյեմբերի 9-ի հետ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն համաձայն չեն, նույնիսկ Տրամպի ԱՄՆ-ն համաձայն չի։ Ну, իրականում ԱՄՆ-ն ԱՄՆ-ն է, անկախ Տրամպից թե ով լինի։ Եվ միակ եղանակը նոյեմբերի 9-ը իրականացնելու համար պատերազմ էր, որը որ այսպես ասած բարենպաստ պայմաններ Ադրբեջանին ստեղծելու համար նույնպես Փաշինյանը ամեն ինչ արեց, սկսած ռազմական ոլորտի որոշումներից, այդ որ հիմա զեկույց պիտի հրապարակեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ, հա ուզում են հրապարակեն, հա չի ստացվում։ Ով է ուզում հրապարակել, չի ստացվում։ Անդրանիկ Քոչարյանը բարբերաբար ասում է, հեսա կհրապարակենք, հետո ինչ որ հանգամանքներ խանգարում են հրապարակելու։ Հանձնաժողով կա, չէ՞, ստեղծված, արդյունք ունի, զեկույց կա, այդ զեկույց պիտի հրապարակի վաղ թե ուշ։
Արդեն մոռացել եք դրա մասին։ Իմիք ստորագրեն գաղտնիության մասին մի հրաման։ Դիվանագիտական կողմի մասին չեմ ասում։ Հիմա մյուս հարցը։ Հիմա այն մյուս հարցերը, որ դուք ասացիք, ինչի են հիմա Բաքվում դա տանում եւ ինչի է ավարտը նաեւ այսպես։ 22 թվականին, երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Ռուսաստանից նոր առաջարկ եկավ, երկրորդ գործարք։ Ռուսաստանի հանձնել պատասխանատվությունը Արցախի նկատմամբ առաջի գործարքն էր Պուտինի հետ, Փաշինյանի։ Երկրորդ գործարքը ինչ է նշանակում իջացնել նշաձողը Արցախի հարցում։ Խոսքեր են, չէ՞, 4 բառ։ Էս է նշանակում։ Բառացիորեն նշանակում է լուծարել հանրապետությունը։ Էդ է նշանակում։ 22 թվականին մարդը գալիս է Մոսկվայից, բոլորի աչքի առաջ ասուլիս է հրավիրում, ասում է մենք պետք է նշաձողը իջացնենք։ Մենք սկսում ենք մտածել այդ ինչա նշանակում։ Որ մարդն է գալիս Մոսկվա։ Վարչապետը։ Հա։ Ես մտածեցի Պուտինը։ Աննա Հակոբյանի մարդ։ Եվ չէ, հայտարարում է միտք, որը որ լղոզված ինչ որ միտք է, բայց ինքը գործնականում եթե մենք, հա, հարց տանք, իսկ բառերը ինչ է նշանակում, կա Արցախի հանրապետություն։ Ոնց կարելի է նվազեցնել Արցախի հանրապետության կարգավիճակը։ Մենակ մի ձևով լուծարել։ Ուրիշ ձև չես կարա նվազեցնես գոյություն ունեցող հանրապետության կարգավիճակը։ Այսինքն նրա մասին, որ որոշում է կայացված Արցախի հանրապետությունը լուծարել, իր բանակը զինաթափել, պաշտոնապես Փաշինյանը ասեց 22 թվականի մայիսին։ Ու դրանից հետո սկսվեց շրջափակում, դրանից հետո եղավ էթնիկ զտում հարձակում։ Սկզբից ընդունվում են որոշումները, հետո տեղի են ունենում գործողությունները։ Սկզբից Փաշինյանը ասում է, որ մենք մերժում ենք Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, հետո պիտի լինի պատերազմ, որպեսզի ռուսական զորքերը տեղակայվեն առանց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համաձայնության Արցախում։ Սկզբից ընդունվում են որոշումները, հետո իրականացվում են դա գործողությունների բաների արդեն համապատասխան իրադարձությունների միջոցով։ Եվ այս գործարքներով, այս տեսակ գործարքներով Փաշինյանին ոնց համեմատենք Թրամփի հետ, որը որ ենթադրում է, ինքը իհարկե այդպես հույսեր ունի, որ Նոբելյան մրցանակ կստանա, համ միջուկային զենքի կրճատումը 50%-ով Ռուսաստանի հետ կրճատելը նշանակում է, որ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, մյուս պետությունները հավասարվում են բոլորին։ Այսինքն դա բոլորը հավասարված։ Հա։ Չէ, բավարար քանակով եւ դա ԽՍՀՄ բաններ, չէ, լոզունգներ, բոլորը հավասարված։ Այսինքն ուզում եմ ասեմ, պետության համար, մարդկության համար արդյունավետության տեսակետից Փաշինյանի գործարքները, Փաշինյանը այդ գործարքները, որ կնքում էր դրամաբանորեն ինչ էր ակնկալում։ Ակնկալում էր, որ եթե Արցախի պատասխանատվությունը հանձնեն Ռուսաստանին, կունենան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Քանի անգամ դիմում էին ՄԱԿ, որ Ռուսաստանի խաղաղապահներին միջազգային մանդատ տան։ ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատ տան։ Այդ չստացան։ Խաղաղության պայմանագիր Արցախը տվեցին, հա, պատասխանատվությունը ռուսական կողմին, հա, հանձնեցին, բայց խաղաղության պայմանագիր չստացան։ Ստորագրելու են։ Շատ շուտ ստորագրելու։ Որոշում կայացրեց։ Անցած տարի չէ՞ պիտի ստորագրեն։ Դրամաբանությունը էլ մի հատ ընտրենք։ Երկրորդ որոշումը։ Եկան, որոշեցին, համոզվեցին, որ ճիշտ է լուծարել հանրապետությունը։ Դիմացի ինչ էին ակնկալում։ Խաղաղության պայմանագիր։ Ստացան։ Չստացան։ Ընկան Փեչենու բաղերը արդեն մանր գործարքներ, ինչ որ այդ միջոցառումը Կորբ 29 Ադրբեջանում անցկացնել Հայաստան։ Դրա դիմաց գերիներ ստացանք մենք, գերիներ վերադարձան։ Բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամեն տեղ, ամեն պատին, ամեն մի հարթուկից դուրս էր գալիս տեղեկություն, որ սպասում ենք, որ մինչև Կորբ 29-ը հեսա Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Տենց ռազետկա չկար, որի մեջից է լինել մեր մոտալ, չէ՞ լինելու։ Երևի, չգիտեմ։ Եվ այլն։ Իսկ հիմա ընկել են ինչի հետևից։ Մենք ունենք երկու գերի, վարձկաներ այսպես կոչված։ Մեկը խոշոր ինչ որ հրամանատար է, սիրիական, իրենք իշխանության են չէ՞ եկել հիմա։ Մյուսը հավանաբար շարքային զինվոր։
Հայաստանի Հանրապետությունը չգիտի ինչ անի այդ այսօր առաջադրանք կա ոնց վթարել այդ մարդկանց 23 հատ գերի ունենք չէ Ադրբեջանում ես թատրոնն եմ բացահայտում Հայաստանը ունի երկու ընդ որում մեկը այդ սիրիացիներից մեկը պահվում է երկու գերի կրուպնի շիշկա է Սիրիայում բավականին Սիրիացիները թուրքերը ուզում են այդ մարդկանց ազատել ուզում են չէ համաձայն կլինեն փոխանակել այսինքն ունեն լծակ Ադրբեջանին չէ համաձայն չեն լինի փոխանակել ուղղակի վերցնելու են չեմ փոխանակել եթե կա հնարավորություն ուղղակի վերցնելու դե թող ոչ մեկ չասի որ չկա հնարավորություն Արցախի գերիներին ազատ արձակել այդ հնարավորությունը կա հենան ու բարաշենում այդ մարդիկ այնտեղ բանտում նստած են չէ բան ունեն հրապարակային թերթերում գրել են որ իրենց մինչև կյանքի վերջ այդ ինչ որ այդպես խոշոր բաներ են տվել պատիժներ են տվել եւ այլն Սուս չէ ոչ մեկ դրա մասին չի խոսում ոչ լրագրողները ոչ քաղաքական գործիչները ոչ մեկ խոսում եմ նու ես խոսում եմ հա հետո քաղաքական գործիչ եք չէ Պարզվում Եվ ես դա ինչի եմ ասում ես բացահայտում եմ թատրոնները հա ուզում եմ դրանով մենք էլ ենք ուզում էլի որ բացահայտվի թատրոնները երկրի վիճակը չէ կոչվում հաղորդումը եւ լավ չի չէ լավ չի երբ որ իշխանությունը չի կարող ազնիվ անկեղծ լինել ժողովրդի հետ Որում այդ մասով, հա Տրամպը եւ Նիկոլը նման են, երբ որ Տրամպը կոնգրեսին դիմում է, մի ժամ խոսում է, իր խոսածածի 70%-ը բերած թվերը, փաստերը իրականությունը չեն համապատասխանում, այդտեղ ինքը բանից պարզվում է Ուկրաինային տված 350 միլիարդն էլ չի համապատասխանում իրականությանը, 119 միլիարդ են։ Մեկնաբանման հարց է, Տրամպը հաշվում է 14 թվից, տված փողերը ուկրաինացիները, եվրոպացիները հաշվում են 22 թվականից։ Տրամպը ամենտեղ գոռում է ասում է ես եմ ջովելինները տվել այդ որ ռուսական տանկերը հարձակման առաջի օրերին խփվում էին հարձակման առաջի օրերին Ռուսաստանի կորցրած տանկերի զգալի մասը պարզապես զինվորները թողել էին փախել էին 500 տանկ այսպես ասեմ Ուկրաինայի տանկերի եւ հասարակ սպառազինությունների ամենախոշոր մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն է իր հանճարեղ այդ Կիևը գրավելու չէ օպերացիայով իրենք բավականին մեծ շարաշուներ բոլորը տեսնում Մարտի 1-ին պետք է Կիևում իշխանապողություն լիներ չէ Մեդվեդչուկն էլ ընդունել այդ զորահանդեսը Ուկրաինայում պետք է տեղի ունենար իշխանապողություն զորքերը պիտի պաշտպանեին նոր կառավարությունը այդ ամեն ինչը արագ խախանդ ավարտվեր եւ Սա էլ եմ ես որպես փաստարկ բերում մեր գոլեգաների եւ օպոնենտների հետ բանավիճերում, որ ասում են Զելենսկին սխալ էր։ Երկիրը բերել է վատ վիճակի։ Ես հարց եմ տալիս։ Զելենսկին 22 թվականին կամ 21 թվականին, երբ որ կոշտ դիրքորոշում, հա, գրավեց ռուսական վերջնագրերը չընդունեց։ Դոնբասի մասով, սահմանադրությունը փոխելու մասով, չէ՞։ Իդեպ տեղել նմանություն կա։ Ռուսաստանը պահանջում է սահմանադրությունը այն, ինչը որ Ալիևը դա էլ է դիսկոմֆորտարության այդ օպոնենտները Զելենսկին Զելենսկին անում է մերժում է այն ինչ ընդունում է Փաշինյանը բայց երկուսն էլ քննադատում են ուկրաինական ղեկավարությունը կարող է պատկերացնել որ ինքը մի ամսում կհաղթի Ռուսաստանը Չէ, իհարկե ոչ։ Այն ինչ որ հիմա Ուկրաինայում կատարվում է, համապատասխանում է Ուկրաինայի ղեկավարության պատկերացմանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի դեպքում ինչ իրավիճակ է լինելու։ Տրամաբանորեն համապատասխանում է, չէ, իրենք չէին կարա ենթադրեին, որ իրենք Ռուսաստանին կբերեն պարտության կարճ ժամանակում։ Իրենք պիտի ենթադրեին, որ Ռուսաստանի հարձակման Երևի աշխարհում ոչ ոք չէր ենթադրում, որ Ռուսաստանի այդ ուռացրած այսպես փչած փուչիկը որ աշխարհի հզորագույն բանակ եւ այլն ՑՌ-ուն հաշվել էր այդ ամեն ինչը փուչիկը ՑՌ-ի մասին չի խոսքը երբ որ այլ քարոզիչները փուչիկը փչում են այդ քարոզիչների մասին եմ ասում որ հակառակ էֆեկտը ինչու՞մն է կար չէ մենք ու հոնքը կբարձրացնենք Ուկրաինան չի լինի բան sense բաները ինչ է ֆենոմենը ավտորիտար պետությունների ֆենոմենը ինչու՞մն է նստած է ավտորիտար լիդեր
նայում է հերոստացույց։ Հերոստացույցով ասում են այն ինչը ինքը որպես բուրգի ղեկավար սահմանել է որպես կոնցեպցիա։ Մենք ուժեղ ենք, էս ենք։ Այսինքն այն ինչ որ իրեն ասում են, նույնը հերոստացույցին են ասում։ Ու ինքը տեից ստանում է ու ինքը մտածում է որ տենց էլ կա, չէ՞, դա իր օրինակ դա իրեն հետ է գալի։ Հետո իրեն զեկուցում են որ ասում են, չէ, էսի սենց չի, այն տանկը չի քշում, իր բանը սալարկեն չկա, այն։ Որակը չի համապատասխանում 10% ռակետի չի տրակում եւ այլն, ու ինքը ասում է, համբալներ, բա տելևիզորով որ ասում էինք որ սաղ տոչնի է։ Իրենք ասում են, ախպեր ջան, դու ասում ես տելևիզորով ես ասել, մենք էլ էս ասում էինք։ Էդի ասում ենք խալխի համար, որ հանրությունը բան անի, բայց այդ էֆեկտը գիտության մեջ ուսումնասիրված է, ավտորիտար ղեկավարը հետադարձ ինֆորմացիայի շրջանակը քննադատություն չկա, անդիմություն չկա, չէ, սաղը բերանը փագա։ Դու լսում ես մենակ այն ինչը որ դու ես ասում ու դրա էխոն այն այսպես ասած հետույք մտնողները չէ ուժեղացնում են բան են նույնիսկ հերավոր պետություններում աջակիցները ու բերում են դարձնում են մի հատ մեր հետո պարզվում է որ տենց չի կատաստրոֆա է չէ հետո չի պարզվում շատ արագ է պարզվում որ այսինքն Ռուսաստանի Դաշնությունը չէր պլանավորում 3 տարի պատերազմ հաստատ Ուկրաինան պլանավորում էր 3 տարի Ռուսաստանի պետությունը կառավարությունը մեկ շաբաթ էր պլանավորել մարտի 1-ին Կիևում այսինքն այսօր կարելի է ասել որ ուկրաինական սցենարը այնպեսին է ինչպես որ իրենք պիտի պատկերացնեին այս պատերազմը ռուսական սցենարը հաստատ այդպես չի ինչպես որ իրենք պիտի պատկերացնեին այդ պատերազմը այո դա կարևոր հանգամանք է որ հասկանալ դասավորությունը ինչ են այսօր Ռուսաստանը գնում միջուկային զենքի կրճատման որովհետև կար տպավորություն, մտանք ստեղ հաջողություն, մտանք ընդեղ հաջողություն, ու իրենք համարում են, որ 0-0-0 պատերազմը իրենց բանակի փայլուն դրսևորում է։ Իրենք համարում են, որ Սիրիայում իրենք հրաշալի ելույթ ունեցան 14 թվին, երբ որ Տարտուսում հիմա ուր են իրենք։ Չէ, ռամաբանությունը, հաջողությունից հաջողություն քայլող այս համակարգը եկավ Ուկրաինա եւ այդտեղ Կայսր Պուտինը։ Հա, եւ այդտեղ խորամանկ ամերիկացիները, որոնք որ իրենց ինչի Տրամպը Զելենսկուն ուղեց, ես համամիտ եմ Տրամպի հետ։ Կասես դուք երբեք չեք եղել մենակ։ Պետք չէ էլի այդ բաները, մենք մենակ ենք եղել, մենք մենակ ենք հաղթել։ Իհարկե պիտի Տրամպը զայրանար։ Որովհետև այդ ջևելինները մենք ենք ձեզ տվել, ձեր բանակը մենք ենք սովորացնում, տեղեկությունները ռուսական հետախուզական բոլոր գործողությունների մենք ենք, չէ, Տրամպի տեսակետից ձեզ տվել։ Ձեզ մնում էր մենակ կրակել ու չփախնել։ Իհարկե մենք գնահատում ենք, որ դուք կրակում եք եւ չեք փախնում։ Աֆղանիստանի կառավարության իշխող ուժի նման քակլաններ դուրս չեկան եւ չփախակ, կարային փախնեին, չէ՞, տեղ Ամերիկան պարավալ կունենար։ Բայց Ամերիկային հարկավոր էր, ԱՄՆ-ին հարկավոր էր, որ Ռուսաստանը մտնի 4 թաթով այդ թակարտի մեջ։ Ուկրաինան թակարտ էր։ Իրենք դիտարկում էին Ուկրաինան թակարտ, ինչպես որ 83 թվականին Սիրիայի կողմից Լիբանանի օկուպացիան դիտարկում էին որպես թակարտ։ Խոշոր պետություն կամ իրա ինչ որ, հա, այդ, в общем, կողմնակից միտեղ մտնում է ջախջախվում է այդտեղ հետևանքները ամբողջ համակարգի տարական չինական 2-3 տարի չեն ալարել առաջ մարդիկ նստել են ստրատեգեմաների sense մի հատ գիրք են գրել ինչպես խაფել դիմացինին ռազմավարական խաղեր այս ձևով դասական թակարտի մեջ հայտնվեց Ռուսաստանը իր ողջ ուժերով թաթախված ինչ որ մի այնպիսի անկապ պատմության մեջ որտեղ ջախջախվում են իր ռեսուրսները, թուլանում է իր տնտեսությունը, իր փողը սառացվում է եւ այլն, ամերիկացիները, եվրոպացիները նստած սաղորը խոսում են նրա մասին, որ այս գեշ ռուսները բան եւ այլն, չէ, դասավորությունը սև, սպիտակ, ով է բյական, Ռուսաստանն է, հարց չկա, իրենք են հարձակվել։ Եվ Փաշինյանն ուներ այդտեղ մի բան, որը որ դուր եկավ արտահայտությունից, ասում է դա ավելի վատ էր, քան դավաճանություն, դա սխալ էր։ Ինքը Փաշինյանը իր ելույթների մեջ, ես ենթադրում եմ գնահատելով իր միտքը, որ պետքա ինչ խելացի միտք, չէ՞, մենք ռուսներին տանք Արցախը, ինչ է նշանակում ավելի վատ էր, քան դավաճանությունը։ Դավաճանությունից վատ բան էր կա։ Հիմարությունը։
Հիմարությունը ավելի վատ բան է քան դավաճանություն։ Դա Փաշինյանի միտքն է, ես այդտեղ համաձայն եմ։ Եվ հիմարությունը այսօր բոլորը կարող են ֆիքսել, որ Ուկրաինայի վրա հարձակվելը հիմարություն էր։ Դա Ռուսաստանին ոչ մի օգուտ չբերեց, միայն վնասներ, եւ Ռուսաստանը, որ գերտիրությունների ինչ որ փոքր փշուրներ ուներ, գոնե այս ԱՊՀ տարածքում կարող էր գերտիրություն խաղար, դրանից էլ հիմա զրկվեց։ Հիմա եթե հետ են գալիս Երևան այդ ամեն ինչից հետո եվրոպացիները զինվում են, սարքում են բանակ, 800 միլիոն եվրո մտադիր են ծախսել։ Ինչեւ է ցաղասում են, այս եվրոպացիները թույլ են, բանակ չունեն։ Հիմա ունեն, չէ՞, վաղվանից։ Միջուկային զենք ունեն, կարող է դիտորդներին էլ զենք տան։ Կարող է դիտորդներին զենք բաժանեն։ Փոխվեց, չէ՞, այդ ցախս, այդ հերթով գալի։ Թուրքիան հիշեց, որ պետքա քուրդերի հետ պատերազմը ավարտել։ Եղբայրություն։ Հա, ինչ էր այդ պատերազմը։ Խոչընդոտ էր Եվրոմիություն մտնելու համար, չէ՞։ Այս Թուրքիայում тоже սկսեցին ինչ որ փոփոխություններ։ Այստեղ այդ խաչմերուկի վրա ինչի եմ ես այդպես շատ խնդալով մոտենում։ Եվրոմիությունը ուզում է Իրանի հետ ունենալ սահման Մեղրիում, որպեսզի գազատար, մազատար, բայց ոչ խաչմերուկով, ուղիղ սահմանում։ Չէ, առանց լուսավորի, առանց լուսավորի, որ sense մայրուղով գնա։ Ոչ թե առանց լուսավորի, այլ առանց Հայաստանի վարչարարության, որ այդ Եվրոմիության չինովնիկի հսկողության կամ Եվրոմիության տված աշխատավարձով լինեն ստեղ մարդիկ, որոնք որ ապահովեն տրանզիտը, չէ՞։ Ռազմավարական խաչմերուկի ռեգուլիրով, որ չմնա հայերին, որովհետև վստահել խաչմերուկի կարգավորումը Եվրոպան, որովհետև վստահել, նայում են Փաշինյանին, կարելի է վստահել։ Կարելի է։ Իրենք $100 չեն վստահի Փաշինյանի նման։ Բայց ինքը արև մտա մեջ։ Այդ ներողություն կուտը հասկացանք Հայաստանում տարածված։ Իրենք ուտում են այդ կուտը, չեն ուտում։ Դե մինչև հիմա կերել են։ Օй։ Եվ Մակրոնը փաթաթի Եվ մարդը ստիպված եկավ այդ խաչմերուկի գաղափարը որն էր, որ համ թուրքերը գան, համ էլ դուք գնացեք եք, բոլորը եկեք, այն մարդիկ ասում են, չէ, մենք պիտի այս տարածքը լինի Եվրոմիության կազմում, Վրաստանը, Հայաստանը, տրանզիտը լինի Եվրոմիության 100% հսկողության տակ։ Ողջ հարգանքով ձեր ինքնիշխանության Դե Հայաստանն էլ ասում են, Թուրքիան արևմուտքն է, արևմուտքի ներկայացուցիչն է, ստեղ է, ինչ եք ուզում։ Դե դրա համար էլ ապրիլի 5-ին, երբ որ Հայաստանից ակնկալում էին որոշում կայացնելու, իսկ դրա փոխարեն Հայաստանը հանդես եկավ խաչմերուկի գաղափարով, եւ ձեզ կտանք, եւ նրանց կտանք այդ տարբերակով։ Երբ որ տալու սովոր են, ով ուզում է տալիս են, ինչ է։ Դե այդտեղ հասկանալի է, որ քաղաքական, այսպես ասած, ԱՄՆ-ն իհարկե խարտիայի մեջ ասեց, որ սրանք եթե ուզում բոլորին տան, մենք դեմ չենք, թող սաղին էլ տան։ Խարտիայի մեջ գրած։ Քանի որ դա Փաշինյանի խարտիայով է դա կարգավորվում։ Քանի որ դա Փաշինյանի ցանկությունն է, մենք դեմ չենք։ Բայց как-то կոնցեպտուալ առումով իհարկե հասկանալի է, որ 3 գումարած 3-ը Թուրքիայի միջոցով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի եւ այլն, այդ բոլոր բաները, այսպես ասած, համադրելի չեն Եվրոմիության անդամության հարցի հետ եւ հանգարցակի ասեցին, վայ, դե պրեամբուլայում խնդիր կա այն օրինագիծը, որը որ բերել են Եվրոպամետ կուսակցությունների հարտակի, հա, այդ 4 կուսակցությունների քաղաքացիական նախաձեռնությամբ։ Դուք ասեցին, վայ, պրեամբուլայի մեջ ինչ որ բան կա, հրավոր բան, էլի չընդունենք այդ օրենքը։ Սպասենք ինչով վերջանա, էլի, ավդրուկ։ Կամ լավ կլինի, կամ վատ կլինի։ Վերջին հարցելի շատ արագ միայն, քանի որ դուք քաղաքաշինության հետ մեծ կապ ունեք, սերտ կապ ունեք, այսպես ասեմ։ Դե, հա, կառուցողական կուսակցությունը պիտի համ կառուցում եք, համ էլ ձեր կինն է ճարտարապետ։ Այս վիճակը քաղաքի ձեզ դուրեկան է։ Երևանը այն կերպարը Երևանը, այն իմաստ, այն բովանդակությունները, այս կանգնած խցանումները։ Չէ, Արարատ ջան, հարցը ավելի բարդ է իմ գնահատականով։ Այն ինչ որ Երևանն եղել է, այդ Երևանը այլևս չկա։ Ես մի քանի օր առաջ Թամանյանի Երևանը չկա այլևս։
Ну, ըստ էության կարելի է ասել Երևանը դարձավ ինչ որ մի նոր ուրիշ քաղաք։ Երբ որ հիմա այսպես պատտվել շուրջը քաղաքի նորակառույց այդ մեծ այսպես մեծ թաղամասեր, որոնք որ կառուցվում են, դա Երևանի հետ 1920-ական թվականների ստեղծվող Երևանի այն գաղափարների հետ, որոնք որ ներդրվում էին, հետագայում փոփոխվում էին, ինչ որ զարգանում են եւ այլ, արդեն դրա հետ ոչ մի կապ չունի։ Այն ինչը որ հիմա արվում է, արվել է եւ եթե կոմունիստական շինարարությունը բարձրահարկների ժամկետ ուներ 50 տարի, այսինքն կոմունիստները ժամանակավոր սարքում էին այդ որոշ շենքեր նկատի ունենալով, որ հարկավոր է սոցիալական խնդիրները հիմա լուծել եւ բան, բայց հետագայում դա կքանդեն եւ ուրիշ բան կլինի տեղը։ Հիմա այն ինչը որ կառուցվում է, դա 50 տարով չի կառուցվում։ Դա ավելի երկար բաներով է կառուցվում, ժամկետներով է կառուցվում եւ երբ որ այդ ամբողջը կառուցված ավարտված լինի, Երևանը, այն Երևանը, որը որ միգուցե իմ մոտ իմ մանկության, երիտասարդության եւ ձևավորման, ամբողջ կյանքի միջավայրն էր, վստահ եմ եւ ձեզ համար այդ Երևանը արդեն հոտը չկա, համը, աղը պակաս։ Իրա բովանդակությունը աղը պակաս է։ Դրանից հետո արդեն հանգիստ կարելի է քաղաքի անունը փոխել։ Երևան դնել։ Ցանկացած ուրիշ բան։ Այն ինչը որ ամբողջ աշխարհի համար Երևան էր, այլևս չկա։ 18 թվականի մեր ժողովրդի իմաստուն որոշմամբ ընտրել ԿՊ-ի, ներկայացուցիչ քաղաքապետ, դա Երևան քաղաքի, այսպես ասած, ավարտ տալն է։ Այո, եւ դատավճիռն է։ Երևանցիները սեփական ձեռներով, ինչպես եւ մեր քաղաքացիները սեփական ձեռներով նույն 18 թվականի դեկտեմբերին Արցախը վճռեցին, այդպես էլ Երևանը ամիսներ առաջ Երևանյան ընտրություններով վճռեցին, որ Երևան էլ չպիտի լինի։ Կարա լինի քաղաք, ինչ որ, բայց դա ուրիշ բան է, դա Երևան չէ։ Կարող են լուծվել այդ սաղ քաղաքաշինական խնդիրները, իհարկե կարող են լուծվել։ Ես պարզապես այսօր քաղաքի իշխանությունների մոտ ցանկություն չեմ տեսնում ճանապարհային այդ պրոբլեմի խնդիրը, տրաֆիկի խնդիրը լուծել, տրանսպորտի խնդիրը լուծել, դա արվում է մի տեսակ ըստիս այսպես ասած ցանկություն չեք տեսնում տրանսպորտը թանկացրին մարդիկ, որ ավելի լավը լինի։ Չէ, տրանսպորտը թանկացրին, որ ամենա այսպես հեշտ ճանապարհով ավելացնեն, այդ ավտոբուսների թիվը եւ այլն։ Շատ կարելի է դրա մասին խոսալ, դա բան է։ Բայց այսօր այդ խնդիրները կան, որովհետեւ ցանկություն կամ այդպես են ասում, դրանք լուծելու պարզապես չկա եւ լուծողը չկա, էլի։ Մեծ բյուրոկրատիա է Երևանը, 1000-ից ավել աշխատակիցներ ունի, ամբողջ օրը զբաղված է, այնտեղ պարապ մարդ չես գտնի Երևանի քաղաքապետարանում, բոլորը աշխատում են։ Բայց եւ բոլորը միասին այդ մեքենան չի կարա արդեն որևէ ձևով փոխի այն դրությունը, որը որ Տրամպի պես մարդ է պետք է Իլոն Մասկի, որ գա, ասենց ամբողջ այդ համակարգը թափ տա եւ այլն։ Մենք շատ հեռու ենք դրանից։ Ինչ խոսք հուսանք, որ կմոտենանք։ Մեր կուսակցության պատկերացումը, որ նոր քաղաքներ, Հայաստանի ապագան նոր քաղաքներ։ Այսինքն ոչ թե քաղաքը մեծացնենք, մի հատ մեծ գլխով փոքր մարմնով պետություն ունենանք, այլ ունենանք համաչափ զարգացած պետություն, իրա նորմալ լավ քաղաքներ։ Մեծ գլխով, եթե նահանգների հետ համեմատենք, ցանկացած նահանգի հետ, ԱՄՆ-ի նահանգները ախմախ կառուցապատման, ախմախ քաղաքաշինության դրսևորման այսպես արդյունք են, անհամեմատելի են եվրոպական քաղաքաշինության հետ։ Եվրոպական քաղաքաշինությունը բայց դե գոնե տարածքային պլանավորման հիմքերի վրա տրադիցիաներ են, ավանդույթներ են հարգվում։ Այստեղ ոչ մի ավանդույթ չի։ Բացի դրանից տարածքային պլանավորումը դրված է պետությունների նույնիսկ միության քաղաքականության հիմքում։ ԱՄՆ-ում
կապիտալիստական մոտեցումը, ով ինչ կառուցում էր, ոնց կառուցում էր եւ այլն, մոդելը դա է, դառնում է մի հատ մեծ քաղաք, լույն ցանկացած նահանգ որ վերցնենք։ Բայց դա պետություն չի, չէ՞ նահանգը։ Նահանգը Մենք պետություն։ ունենք պետություն։ ԱՄՆ-ն 51 պետությունների միություն։ Հասկացանք, լավ, բայց ԱՄՆ-ը մի պետություն է։ Մի ֆեդերատիվ պետություն։ Այնպես չի, որ Վաշինգտոնը շատ մեծ է, ու այդ Հայաստանը քաղաքները չկան։ պետք է համեմատել ոչ թե ֆեդերատիվ պետության հետ, այլ որևէ ֆեդերատիվ պետության հետ, նահանգի հետ, երբ որ մենք տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական համեմատություն ենք։ Ստեղ էլ արդեն արևմտամետություն մտավ ուրեմն։ Եվ այո, սա բնականon, ոչ թե ասած բնականon, այլ սա ոչ կառավարելի զարգացման արդյունքն է, այն ինչ որ Երևանի հետ հիմա կատարվում է, դա կառավարման բացակայության արդյունքն է։ Դրան հակառակ այո, ձեր ասածն է։ Մեր ասածը տարածքային հավասար զարգացում Հայաստանի Նույնիսկ պերիֆերիաներում պետք է պատմական բնակավայրերի իրենց սեփական ոչ միայն նորմալ Երևանը ազգային դեմք ուներ։ Միակ քաղաքը կոմունիստների սարքած մոլորակի վրա, կոմունիստները մոլորակի վրա սովետը սարքեց հարյուրավոր քաղաքներ, հազարավոր ավելացրեց Չինաստանը։ Ոչ մեկը ազգային դեմք չունի։ Միակ քաղաքը, որ ազգային դեմք ուներ, որ չես կարող ասես, որ էսի Աստորեն էդ էլ վերացավ։ Ну, դա վերացրեցինք մենք մեր ձեռքերով, կապիտալիզմի, այսպես ասած, արդյունքում։ Մամլիչով։ Այո։ In God we trust, հա, այդ փողի վրա որ գրված է դոլարի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հուսանք, որ մեկ օր շատ շուտով կունենանք այս բոլոր հարցերի լուծումը եւ մենք վերջապես կունենանք նաեւ ազգային դեմքով ու դիմագծով քաղաք։ Ցտեսություն մինչ նոր հանդիպում եթերում։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։